Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում։ Սա խաղաղություն է, հայտարարել է Փաշինյանը խորհրդարանում։ Նրա խոսքով առաջիկայում Հայաստանին մեծ ու պատմական իրադարձություններ են սպասվում։ Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր եզդիական համայնքի անդամներին եւ շնորհավորել նոր տարվա Մալաքե Թաուսի տոնի առիթով։ Իսկ տարի ինչի համար գալու են եկեղեցի, չէ՞ որպես երկար տարի չեք հրավիրում։ Պետք է հրավիրեք, չէ՞ որ եկեղեցի պետք է այստեղ գալ։ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով նիստը կշարունակվի ապրիլի 17-ին։ Տնային կալանքում գտնվող Կարապետյանը դատարան էր եկել ոստիկանների ուղեկցությամբ։ Նրա պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա խափանման միջոցի փոփոխման հարցը։ Փաստաբանը նշել է, որ նախատեսվում է Ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը եւ Կարապետյանի մասնակցությունը խիստ անհրաժեշտ է։ Ոստիկանության գվարդիան Սամվել Կարապետյանի դատի մեկնարկից առաջ մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել հակակոռուպցիոն դատարանի մոտ։ Այստեղ են հավաքվել նաև Կարապետյանի աջակիցները։ Թեև դատարանի դահլիճից որոշ կադրեր հրապարակվել են, դատական նիստը չի հեռարձակվել եւ չի տեսանկարահանվել։ Կարապետյանը դեմ է տեսանկարահանմանը։ Նիստի ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել, քանի որ վստահ ենք, որ հաղթելու ենք, որոշել ենք հրաժարվել այդ երկրների անձնագրերից, ասել է Կարապետյանը։ Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել եւս 3 ամսով։ Ինչքան եւ ինչպես է գնահատում այդ լուսներում հաղթելու, պարոն Կարապետյան։ Մի կանորից 10։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է բանակու մահվան հերթական լուրը։ Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն, նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով, նշանակվել են փորձաքննություններ։ Արմլուր AM-ի տեղեկություններով 3 մահացած զինվորը նամակ է գրել, որում ներողություն է խնդրել ընկերներից, հարազատներից։ Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են Մրգաշենում կատարված սպանության մեջ մեղադրվող եղբայրներին։ Ավելի վաղ պարզվել էր, որ ապրիլի 13-ին ատամնաբույժ Արթուր Ավագյանին 2 եղբայր են սպանել, որոնցից մեկը անչափահաս է։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ եղբայրները ապրիլի 13-ին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ փոխլրացնելով միմյանց գործողությունները սուր, կտրող, ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել, սպանելով նրան։ Արթուր Ավագյանը 52 տարեկան էր, ուներ 3 անչափահաս երեխա։ Իրանը չի ձգտում պատերազմի կամ անկայունության, կողմնակից է երկխոսությանը եւ տարբեր երկրների հետ կառուցողական համագործակցությանը, հայտարարել է Մասուդ Փեզեշքյանը։ Նրա ձևակերպմամբ Իրանին կամք պարտադրելու կամ կապիտուլյացիայի ենթարկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը վերջին 36 ժամում ամբողջովին շրջափակել են Իրանի նավահանգիստները, արգելափակելով Իսլամական Հանրապետության առևտուրը ծովային ճանապարհով։ Շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում Իրան ուղևորվող ոչ մի նավ չի անցել ջրային ճանապարհով, նշել է ամերիկյան կողմը։ Իդեպ Իրանի տնտեսության 90%-ը կախված է ծովային առևտրից։ Թեհրանը հայտնել է, որ չի նահանջի իր դիրքորոշումից։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նահանգները շատ մոտ է Իրանում պատերազմի ավարտին։ Այս ընթացքում Իրաքի հյուսիսում գտնվող Քոմալա քրդական ընդդիմադիր կուսակցության բազաները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, կան վիրավորներ։ Կրկնակի գրոհներից հետո միջամտել են Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը, որոնք որսացել եւ ոչնչացրել են իրանական դրոնները։
ولا عدمي والله عرزي بقى ولا بابي 75-ամյա իրանցի կինը կամավոր զորակոչվել է առաջնագից, նա վստահ հայտարարել է, եթե նրա անունը ցուցակում լինի, Իսրայելը կկործանվի։ Թուրքիայում կրկին զինված հարձակում է եղել դպրոցում, աշակերտը մտել է դասարան ու կրակել դեռահասների վրա։ Կան զոհեր ու մոտ 20 վիրավոր, չարագործը ձերբակալված է։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Ժողովուրդը գրում է, Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը Ադրբեջանում լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերության զարգացման ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի եւ հատուկ ընդգծվում է նաեւ օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կամ չեն շահագործվել, կամ լիարժեք չեն շահագործվել։ Թե ինչ հանքային պաշարներ ունի Արցախը, ինչն է արդեն շահագործվել եւ ինչի վրա կարող է կենտրոնանալ Ադրբեջանը, Ժողովուրդ օրաթերթի հետ բացառիկ զրույցում ներկայացրել է աշխարհագրական գիտությունների թեկնածու դոցենտ Յուրի Առաքելյանը։ Նրա խոսքով Արցախի ընդերքը չափազանց բազմազան է։ Արցախի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության պատճառով բազմազան են օգտակար հանածոները։ Հանդիպում են մետաղական եւ ոչ մետաղական հանածոների հարուստ տեսականի։ Արցախի տարածքում չկան վառելիքի արդյունաբերական նշանակության հանքավայրեր։ Բացակայում են նավթ եւ գազի պաշարներ, որոնք այլընտրանքային տեսակ կարող են հանդիսանալ քարածխի որոշ երևակումներ։ Արցախի հանրապետության տարածքում քարածխի շերտեր հայտնաբերված են Յուրայի եւ Կավճի նստվածքների որոշ կտրվածքներում, Մաղավուզի հանքավայրում, Նարեշտարի երևակում եւ Քոլատակի երևակում։ Չնայած տարածքի փոքրությանը, Արցախին բնորոշ են նաեւ մետաղական օգտակար հանածոները։ Ինչպես գիտեք, մետաղաձուլությունը Արցախում հայտնի է դեռ շատ վաղուց։ Այդ են վկայում Խծաբերդի, Մեհմանայի հնագույն ձուլարանները։ Հրապարակը գրում է, թեև սկսվել է հունիսի 7-ի ընտրությունների առաջադրումների փուլը, սակայն իշխող քաղաքապայմանագրում դեռ քննարկում են իրենց նախընտրական ցուցակը եւ հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկեն արդեն հրապարակված տարբերակը։ Անձեռնմխելի է համարվում առաջին 50 համարը։ Իդեպ օրենքի պահանջն է, որ առաջին 30-ը պետք է հաստատվի համագումարում, սակայն վարչությունը որոշել է, որ կարող են 50 համարից հետո գտնվողների միջև տեղափոխություններ կատարել։ Երկրորդ 5 տասնյակում փոփոխությունը կարող է անել ԿՊ վարչությունը, իսկ 100-ից հետո որոշել են, որ Փաշինյանը միանձնյա է որոշելու, ով որտեղ լինի։ ԿՊ ներքին ընտրությունների արդյունքներով շատ հայտնի ԿՊ-ականներ, падգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թե պետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ տարբերվում են այսպես կոչված առաջատարներից։ Մեկ օրինակ գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Էրիկնաս Տիգրանյանն է 96-րդ տեղում, կամ Մարիա Կարապետյանը եւ այլք։ Մինչեւ ապրիլի 17-ը վերջնական տեսքի կբերվի իշխող ուժի ցուցակը։ Հրապարակում նաև կարդում ենք, մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել եւ վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություն, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նման խոստում էր տալիս, որն ամրագրված է կառավարության 2021-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։ Իշխանականները հատկապես հունիսյան ընտրություններին ընդառաջ դրոշակ դարձրած ծածանում են վերանորոգված, հիմնանորոգված դպրոցների մանկապարտեզների լուսանկարները, մինչդեռ պարզվում է, որ այս հարցում եւս Փաշինյանն ու իր խմբակը մեղմ ասած ստում են, քանի որ դեռևս կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի որոշում կա Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում դեռևս 15-ից տասնյակ դպրոցներ են վերանորոգվել ու հիմնանորոգվել, տասնյակներն էլ կիսատ են մնացել եւ ներկայիս իշխանություններն ընդամենը շարունակում են կիսատ մնացած աշխատանքներն ու այդ ամենը վերագրել իրենց եւ հիմա ներկայացնում են 300 դպրոցի խոստման տակ։ Աշխարհի ամենատխուր կատուն Ճապոնիայից է։ 13-ամյա Պանչոն իր թախծոտ հայացքով համացանցում հազարավոր դիտումներ է հավաքել։ Թեև նրա տիրուհին ասում է, որ իրականում նա երջանիկ կատու է եւ շատ ընկերուհիներ ունի։
Իսկ ահա Բեռլինի կենդանաբանական այգում նշել են աշխարհի ամենատարեց գորիլայի 69-ամյակը։ Ծննդյան տորթի փոխարեն նրան բանջարեղեն են նվիրել։ Կենսաթոշակառու գորիլան հիմա առանձին է ապրում, քանի որ ատամ չունի, նրա ուտելիքի մի մասը հատուկ մանրացնում եւ եփում են։ Թումանյան փողոցի գույնը, հուդայածառերը ծաղկել են։ Տեսանյութ է հրապարակել կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ը։ Եվ եղանակ ջերմաստիճանը բարձրանում է այսօրվանից այն աստիճանաբար կբարձրանա մինչև 7-ից։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։